Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։ Էկա ջան, ողջույն, շատ շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիր։ Բարի կիրակի առավոտ Մայիս ջան, լավ եմ, շատ բարի կիրակի։ Ուզում էի մեր հաղորդման ոճով ասեի ոնց ես եւ որտեղ ես, որովհետեւ այդ որտեղը մեր համատեքստում շատ կարեւոր է։ Շատ լավ եմ, հատկապես որ հենց այստեղ եմ, որտեղ որ կամ, ես գտնվում եմ Մարտունի Գեղովիտ գյուղում, ապրում եմ այստեղ արդեն 1.5 տարի լիարժեք սենց մշտական։ Ֆանտաստիկ։ Գեղարքունիքի մարզ տեղափոխվածների քանակը մի քիչ իմ ոդքասթում քիչ է, համեմատած հյուսիսային մարզերի, հետեւաբար դա շատ հետաքրքիր է։ Իսկ Մարտունու կողմերից կարծես առաջին հյուրն են, ուղղակի պատկերացում տալու համար ասեմ, որ 100-ից ավել հյուր ենք ունեցել արդեն։ Կեցեք։ Մարտունու կողմից առաջին հյուրն է։ Բա Էկա ջան, ոնց ես հայտնվել այդտեղ, ինչ ես անում, ինչու է այդտեղ կյանքը այդքան լավ կամ չգիտեմ, համեմատենք մի հատ, ինչ ենք ձեռք բերել, ինչ ենք կորցրել տեղափոխվելով։ Մեծ սիրով Մայիս ջան, իրականում շատ ուրախ եմ, որ կա հնարավորություն մեծ լսարանին հաղորդելու, որովհետև ես ինքս եմ ապակենտրոնացման մասին եւ անձնական մոտիվներով եւ աշխատանքային բերումով ես միշտ կպած եմ եղել այդպես ասած մարզերին, առհասարակ հողին, ասենց ասեմ։ Ինքս ասֆալտի սերունդ եմ, միշտ այդպես եմ ինձ կոչում, այսինքն ծնվել եմ Երևանում ու մեծացել եմ Երևանում, շատ եմ շրջագայել, բայց երբ որ արդեն վերջնական որոշեցի հանգրվանել Հայաստանում, որ ես կյանքս միևնույն կարիերա շարունակելու եմ Հայաստանում, որտեղ կային մտքեր Եվրոպա տեղափոխվելու, քայլեր են տեղի ունեցել, բայց որոշ ժամանակ այդպես ասած Երևանում տարբեր գործունեություն ծավալելով, անկեղծ ասեմ, շատ պատահական հայտնվել եմ Մարտունիում, փորձեմ շատ հակիրճ ներկայացնեմ, ես իմ մասնագիտացումները հետևյալն են, ես թե երաժշտական ոլորտում եմ հաջողել, օպերային երգչուհի եմ, թե հոգեբանական ոլորտում եմ հաջողել, արդեն տարիներ շարունակ պրակտիկ կլինիկ հոգեբան եմ։ Այս երկու մասնագիտությունը շատ սիրուն հյուսվել ու զուգակցվել են ու մի քիչ նաև երկուսը իմ մեջ կրելով դա էր ինձ համար սենց կողմնորոշման մի քիչ դժվար հարց, թե ամեն դեպքում գնալ Եվրոպա մնալ որևէ օպերային թատրոնում, թե ամեն դեպքում շարունակել պրպտումները, որտեղ հոգեբանությունը դա ինձ համար ամենակարևորը այդ մարդկանց հետ երկխոսությունն է եւ այո, գյուղն է, մարզերն են, հողերն են, երեխաներն են եւ այլն։ Եվ մի քիչ իմ անձը բավարարելուց հետո, երբ որ ես հայտնվեցի օպերային բեմերում, վերջը հաղթեց, այդպես ասած, հոգեբանությունը հաղթեց մարդկանց հետ շատ ավելի մտերմիկ ու անմիջական շփումը։ Եվ 8 տարի առաջ շատ պատահական մի ծրագրի հեղինակ եմ ես, որի մեթոդի հեղինակն եմ, խոսքը գնում է երեխաների զարգացման մասին, որի առանցքում արվեստն է, այսինքն ես այստեղ ձուլել եմ երկու մասնագիտությունս եւ այդ մեթոդը շատ հետաքրքրեց մի աղջնակի, ով Մարտունիից էր։ Մենք երկուսս էլ ոնց որ վոկալ դաշտի, օպերային դաշտի, երաժշտական դաշտի ոլորտից էինք, բայց ինքը հայրենադարձ էր եւ կոնսերվատորիան ավարտելուց հետո որոշեց որոշ ժամանակ շատ սիրուն էինք ձևակերպում, որ ինքը ուզում էր բնորանում ապրեր եւ իր մանկության բացերը լրացներ եւ դրա համար ամենահարմար գեղեցիկ ոնց որ փաթեթն էր հենց երեխաների հետ շփումը։ Ես մեծ սիրով վստահեցի մեթոդը եւ արդեն ոնց որ մշակված ծրագիրը եւ մեկնարկը տվեցինք Մարտունիում, շատ sense արագ կազմակերպվեցինք, ինքը որպես այդպեսին բիզնես ծրագիր պետքա լիներ։ Այսինքն ոչ թե բիզնես ծրագիր, շատ ավելի պարզ ասեմ, աշխատավայր, աշխատատեղ էր հենց այդ աղջկա համար, ընկերուհուս համար, մենք շատ սերտ ընկերություն էինք անում այդ ընթացքում եւ պատկերացրեք, որ 2 ամիս անց մենք հասկացանք, որ ծրագիրը ոչ միայն հաջողել է, այլ իրան սենց մեծ պահանջ կա, մեծ հետաքրքրություն կա, որովհետեւ 8 տարի առաջ Մարտունի քաղաքում չկար բացարձակ, ես շատ սենց
ցավով եմ դա արձանագրում, բայց չկար ոչ մի զբաղմունք, զարգացման որևէ ուղղություն որևէ տեսակի երեխայի համար, ինչի եմ դա շեշտում, հիմա լսարանը կհասկանա, որովհետև մենք այդ ժամանակ սկսել էինք այդպես ասած նեյրոտիպիկ երեխաների հետ աշխատանքը, որը որ ժողովրդական լեզվով առողջ բալիկների հետ աշխատանքը իրենց զարգացմանը միտված, ինչպես ասացի արվեստի միջոցով, բայց մեզ սկսեցին տարբեր հայցեր գալիս, ինչի օրինակ առանձնահատուկ երեխաների համար բան չկա, օրինակ մոտեցել էր մի կին, ով աուտիզմով բալիկ ուներ ու ասում էր լավ, բա ես իմ երեխուն ինչ անեմ, ու մի տեսակ sense պատկերացրեք շատ ինտենսիվ, շատ դինամիկ, ես ուղղակի հասկացա, որ մենք ճիշտ տեղում ենք, ճիշտ ժամանակին ու ժամանակն է մոբիլիզացվելու, վերաիմաստավորելու այն ինչ որ արել էինք, քանի որ բազայում կար արդեն այդ մասնագիտացումը, առանց որևէ ջանքի ես ոնց որ հավաքագրեցի այն պահանջը առաջնային, որը որ այդպես ասած մեզանից ակնկալում էր վայրը, եւ այդ ժամանակ նաեւ սկսեց իմ հասարակական գործունեությունը, որովհետեւ ես այդ ժամանակ հասարակական կազմակերպության հիման վրա գրեցի իմ առաջի ծրագիրը, շահեցի առաջի դրամաշնորհը, հենց այդ միտումով արդեն առանձնահատուկ երեխաներին ինտեգրելու նպատակով հասարակության մեջ։ Եվ այդպես մայիս ջան, 8 տարի առաջ առաջին քայլերս անելով առհասարակ ՀԿ-ի դաշտում, սենց ավելի ծավալուն ծրագրային մտածելակերպով, բեմից իջած շատ ամբիցիոզ հոգեբան, մի քիչ սենց խառնաշփոթ կալամբուռը, բայց հայտնվեցի Մարտունիում ու ես հասկացա, որ ես չեմ կարող ստեղից անպտուղ դուրս գամ, հա, սենց կարծես ոնց որ ինչ որ առաքելության մի բան էր, ես ինքս եմ շատ ինձ վերլուծել, ճիշտն ասած, լինելով մասնագետ, ինչն է այնտեղ սկան պահում, ինչի եմ ես կպած, հա, ես ասենք պատկերացրեք կարող էի շաբաթական 4-5 անգամ գնալ գալ Երևան, որտեղ դեռ մնալու մասին հնարավորություն չկար, լավ է կար վարորդական իրավունքն ուղեկը, ու ես դա կազմակերպում էի։ Եվ այսպես քայլ առ քայլ, մայիս ջան, մենք ստեղծեցինք Ոսկեփորիկ զարգացման կենտրոնը Արտիսիմո հասարակական կազմակերպության հիման վրա։ Մենք ստեղծեցինք առաջին լիցենզավորված վերականգնողական կենտրոնը Մարտունիի տարածաշրջանում, որը սպասարկում էր 1 գյուղ եւ 1 քաղաք եւ 16 գյուղ, այսինքն ամբողջ Մարտունիի տարածաշրջանը։ Մենք բացահայտեցինք, բարձրաձայնեցինք, վերհանեցինք մարզի, ինչքանով որ հնարավոր է դա ասել, բայց գրեթե բոլոր խնդիրները, որոնք վերաբերվում են առանձնահատկություն ունեցող երեխաներին, ինչ ասել է հաշմանդամություն ունեցող երեխաներին, ցավով արձանագրեցինք, որ մարզը կարծում եմ մենթալիտետից ելնելով ունի տենց շատ, ես այդպես միշտ արտահայտում եմ, շատ sense ցավոտ կետ, հիվանդություն, որ թաքցնում է ցավը, թաքցնում է խնդիրը, հարևանը հարևանի հիվանդ երեխային չէր ճանաչում, այսպես կարող եմ ասել, երուր մնաց, որ համապատասխան կառույցները զբաղվեին այդ երեխաներով, բացարձակ ոչ մի բան չկար երեխաների համար արված, մի խոսքով sense հայտնվում ես մի տեղ, որտեղ ինքան բան կանելու, որ դու սենց ուղղակի փորձում ես հաշվի առնելով քո անցած ճանապարհը, ընթացքում արագ համակերպել, համակարգվել եւ ստեղծել ոնց որ սենց այդ ծառայությունների պարարտ հողն ու հոսքը։ Արդյունքում ունենք կենտրոն, որը արդեն իսկ ամբողջ Գեղարքունիքի մարզում սպասարկել է ու սպասարկում է շուրջ 500 երեխա։ Երկրորդ մասնաճյուղը բացեցինք արդեն Վայոց ձորում, Եղեգնաձոր քաղաքում, Եղեգնաձորի մեր կենտրոնը արդեն 5 տարեկան է։ Մարտունիի փորձ ունենալուց հետո շատ սենց վստահ ու հանգիստ էինք քայլում Վայոց ձորում։ Ստեղծել ենք մեր ծրագիրը, մեր մեթոդները, որտեղ հյուսել ենք ամենաանհրաժեշտը, ինչը պետք է հենց տեղ ծնված բնորանում երեխաներին։ Հավատարիմ ենք մնացել, շատ հպարտությամբ եմ դա ասում ու շեշտադրում, հավատարիմ ենք մնացել երեխաների, առանձնահատուկ երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ այդ գաղափարին։ Եթե խոսենք բուն աշխատանքից,
թվերով, եթե այսպես ասենք, վիրահատել ենք մինչև 32 երեխա, հետազոտել ենք մինչև 600 երեխա, ու այդ ամենը պատկերացրեք շատ ոնց որ հասանելի, անվճար ճանապարհով համագործակցում ենք այնպիսի հեղինակային կլինիկաների հետ, ինչպիսին է Վիգմորը եւ գենետիկ կենտրոնը եւ այլն։ Կապել ենք իրար բոլոր ամբուլատորիաները, հիվանդանոցը, մի խոսքով արտահայտել ենք առանձնահատուկ երեխաներին եւ օգնել ենք եւ ստեղծել ենք համապատասխան միջավայր, որտեղ վերականգնողական բուժումը, վերականգնողական վերաբերմունքը կա առ այսօր։ Անսահման շնորհակալ եմ դոնորներին, որոնք որ հավատացել են իմ առաջին սենց շատ էմոցիոնալ նվիրումին, որտեղ ես պնդում եմ, որ դա էմոցիոնալ էր ու միգուցե առանց դրա չստացվեր, միգուցե եթե ես գա այստեղ զուտ հաշվարկով որպես մասնագետ չկպնեի ես հողին, միգուցե գործս լավ անեի, բայց չկարողանայի մտածեի լավ բային երեխեն, բայց պետք է մի շատ անձնային եմ տեսնում իմ ներգրավվածությունը եւ նաեւ գործի հաջողելը։ Ստեղծել եմ ֆանտաստիկ թիմ, ստեղծել ենք կադրեր, Գեղարքունիքի մարզում ֆիզիոթերապիստ գտնելը ահա որ դժվար է, այսօր էլ է դժվար, բայց ամեն դեպքում սենց փորձեմ ամփոփելով ասել, որ գիտեք, որտեղ եմ զգում, որ հաջողել եմ, որ սկսել են մրցակցել մեզ հետ, որ ստեղծել են կենտրոններ, որոնք որ արդեն ծառայություններ են մատուցում, ու ես վստահում եմ ձեզ, որ շատ ուրախ եմ այդ առիթով, բացարձակ չունեմ ինչ-որ տենց ամբիցիոզ ընկճվածություն, միշտ ասել եմ, որ ես արդարացված կհամարեմ իմ աշխատանքը այստեղ այն դեպքում, երբ որ իմ կարիքը չլինի առհասարակ, այդ ժամանակ ես կասեմ ապրեսեկա ջան, գնա հանգստացի։ Ցավով եմ արձանագրում, որ դեռ այդ կետում չենք եւ հաշվի առնելով նաեւ նեղ մասնագիտացումը առանձնահատուկ երեխաների մշտական ենք մենք մշտականապետք օգնել վերականգնվել երեխային, ով ունի որոշակի առողջական դժվարություններ, խնդիրներ, բայց այսօր Մարտունիում կան բազում կենտրոններ, որտեղ աշխատում են իմսաները, նորմալ առողջ, այդպես ասած, բանաշրջանառություն է տեղի ունեցել, հասունացել ենք մայիս ջան, սենց այս հողը մեզ էլ է հասունացրել, բերքատու ենք։ Հարգելի ընկերներ, Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է դառնալ մարզեցի որևէ երեխայի զարգացման հանձնառու, Ռեարմենիա հարթակում բաժանորդագրվելով ամսական 8000 դրամով։ Մանրամասները կարող եք տեսնել այս հոլովակի տակ։ Դրա դիմաց մեր կազմակերպությունը տվյալ երեխայի մասին 2 ամիսը մեկ մանրակրկիտ հաշվետվություններ կուղարկի, որպեսզի դուք տեսնեք նրա աճը ամենատարբեր ուղղություններով, ինչպես նաև կկազմակերպի ձեր դեմ-արդեմ հանդիպում։ Շնորհակալություն։ Իսկ ոնց եղավ, որ ես արդեն այստեղ հանգրվանեցի, պատկերացնեք, ինչքան եմ գնացել եկել։ Ես հիշում եմ այդ ժամանակները։ Եվ այս վերջերս, որ ասեցիր, արդեն այնտեղ ճին եմ, գուցե ես նույնիսկ ուշացումով եմ շատ իմանում, բայց մի կողմից ուրախացա, մյուս կողմից դա այնքան սազեց քեզ, Էկա ջան, որովհետև այն ժամանակ էլ էր էլի քո սիրտը այնտեղ, որտեղ քո առաքելությունն էր։ Մայիս ջան, եւ այսօր ստացվեց այնպես, որ դա մեկ այլ պատմություն է, թե ես ոնց շատ պատահականելի տուն ձեռք բերեցի հենց Գեղովիտում, հին տունիկ էր, մոտ 30 տարվա սարկած, չապրած, բայց մի տեսակ sense մտասիրտս կպավ, աշունն է մի դեպ հոկտեմբերի 1-ին եմ մտել, այս հին պատոհանները, երևացող իմ սարերը, մի տեսակ sense շատ սիրեցի այդ տունիկը, սկզբից մտա ուղակի, որպես ինչ-որ մի հատ հանգրվան, ուղիղ ասա մեր խնամիների տունն էր, որպես ինչ-որ մի հատ կետ հանգրվան ունենամ, այստեղ ինչ-որ գնալ գալու, հետո արդեն հասկացա, որ չէ, ես ամեն դեպքում սեփական տուն եմ ուզում առնել եւ գործարքը իրականացվեց եւ 2023 թվականին արդեն այս տունը իմն է, փետրվարի 14-ին շատ լավ հիշում եմ թվերը հետաքրքիր է։ Մայիսից սկսեցի վերանորոգումը եւ սենց ծաղկացնելով շարունակում եմ, սենց ասած, այսօր էլ մի փոքր ուշացա, որովհետեւ այգովս էի զբաղվում։ Եվ ամենա սենց պսակը էս իմ արշավի, դա իմ տղայի ծնունդն էր, երբ տունը դեռ կառուցում էինք, երեխան պլաններում չկար, բայց ես մտածում եմ, այս մի սենյակը մանկական սենյակ է լինելու, տղաս երկար չթողեց սպասեմ եւ ես երջանիկ եմ, որ իմ ձագուկը ունի հնարավորություն, նո համենայն դեպս 6 տարի առնվազն մենք ստեղ ենք, եթե միջև այդ դպրոց չբացեցինք, ամեն դեպքում ստեղ ենք լինելու
որ կտրված ասֆալտից ճիշտ ասած, ես սենց հատուկ եմ դա նշում, որ ունի հնարավորություն շփվելու հողի հետ, գյուղի մարդկանց հետ, շատ ուրախ եմ այդ փաստի վերաբերյալ եւ բնականաբար ստեղ լինելով, արդեն ստեղ ներկա լինելով միանշանակ ակտիվանում ամեն ինչ շուրջդ, ամեն ինչ, սկսած չգիտեմ, բարի լույսից, հարևանների հետ, սուրճ խմելուց, թեմաներից, գյուղի կյանքով հետաքրքրվելուց, ընդհանուր մինչև իրոք այն ամենի, ինչին սկզբանե ծառայել եմ, եկել եմ, հայտնվել եմ այստեղ։ Շատ ամբիցիոզ ծրագրեր ունենք, որոնք համարում եմ, որ շատ առողջ են։ Մենք ձեռք ենք բերել հասարակական կազմակերպության համար 3000 քառակուսի հողատարածք եւ երազում ենք ստեղծել մեր կենտրոն, այսինքն ունենալ արդեն ոչ թե վարձակալած, վերանորոգած, ապրված ինչ որ սենյակներ, որոնք հարմարացված են մեր աշխատանքին, այլ շատ համարձակ, այդպես ասած dream work անենք եւ ստեղծենք ոսկեփորիկ զարգացման կենտրոնը, որը լինելու է առհասարակ երեխայի կենտրոն երեխայի համար եւ բնականաբար արդեն իր մեջ պարունակելու է բազում տարբեր միջոցառումներ, թերապիաներ բոլոր երեխաների համար։ Այսպես շատ սիրուն մեծ երազանքի առաջ եմ կանգնած, դրա համար վստահ եմ, որ իմ արմատները գնալով ամրապնդվելու են Գեղարքունիքի մարզի, Մարտունի տարածաշրջանի հետ։ Եկա ջան, sense լսում եմ, նախ շնորհակալություն մեր միջավայրի մեջ այսքան կարևոր ներդրման համար։ Ես միշտ ասում եմ, այդ ամենը իմ երեխան է, Շահառուն, հա? Ծեր ես աշխատեմ, պատասխանեմ բոլոր կոնոման մարդկանց նույն ձևով իրանց միջավայրում ինչ որ այլ ոլորտում անընդհատ եւ այսպես ժրաջան ներդրում անելով։ Երկրորդը այնքան կարևոր բաներից խոսացիր, որոնց մասով ես հարցեր էի տալու, հիմա նստած մտածում եմ մեզ 15 րոպե մնաց, 15 րոպեի մեջ ինչ հարցեր տամ, բայց երևի չեմ տա, քանզի ըստ էության ասեցիր, պետք չի խորանալ, չենք տեղավորվելու։ Ես մի հատ ուրիշ բանի մասին կասեմ, մի հատ միտք էր իմ համար նոր, որ կազմակերպությունն է հասունացել, ինքս էլ եմ էլի մարզի երեխաները մարզերում հասարակական կազմակերպության հետ 6.5 տարի քայլում եմ ու հետևում եմ այդ մանչուկի պատանի դառնալուն, հա, որը հետո պետք է դառնա այսպես կայացած երիտասարդ եւ հետո հասուն կոլեկտիվ օրգանիզմ, չափազանց հետաքրքիր է հետեւել այդ ինքնուրույնացմանը, հասունացմանը, ամեն ինչին մի կողմից էմոցիոնալ նայելով, որ հավատաս, երազես եւ առաջարժվես, մյուս կողմից միամտությունը հանելով, հա, այսպես հասուն, իմաստուն կեցվածք կամաց ձեռք բերելով, ես չգիտեի Եղեգնաձորի կենտրոնի մասին, ես չգիտեի վերականգնողական կենտրոնի մասին, ես որ քեզ հետ խոսում էի տարիներ առաջ, ունեինք ոսկեփորիկը, այդ ժամանակ դա էր բավական ճանաչված, տարածաշրջանի մարդիկ բոլորն ասում էին, հա, ոսկեփորիկը Մարտունու շատ կարևոր է, որ երեխեքից ոմանք ասում են, հա, ես այնտեղ կամավոր եմ եղել, հիշում եմ տարբեր ծրագրեր երաժշտության հետ կապված, ես հիշում եմ ենթածրագրեր էին դու ինձ հոլովակներ էիր ուղարկում, բայց ինչքան է հասունացել եւ թևերը սփռել եւ մասշտաբայնացման գնացել, հա, այդ ինձ ուղղակի հիացրեց, թերևս մի հատ էսպես հարց տամ, որը ավելի մեր հաղորդման համատեքստին է, էլի, ինչ կորցրեցիր եւ ինչ ձեռք բերեցիր։ Որոշ մասեր ասեցիր, իմ երեխան հողի վրա է, այդ օրինակ ես էլ եմ տեսնում գնահատում, ես միշտ ասում եմ հորիզոնական աճում երեխան, 7-րդ հարկում չի աճում, ինքը այսպես գետնի վրա աճում, ուտես լավ տարածք ունի, հա։ Մի հատ եթե այսպես ամփոփելու ունենք, քո փորձառությունը մարզ տեղափոխվելու արդյունքում ինչ կորցրեցինք, ինչ ձեռք բերեցինք, որովհետև մեզ դիտողն ու լսողը պետքա այդ փորձառությունը լսի եւ ներդրում անի իր որոշումների կայացման բալանսի մեջ, էլի այսպես ասած։ Մայր ջան, միանշանակ առանց երկար մտածելու կասեմ, որ ոչինչ չեմ կորցրել։ Նաև կբացատրեմ, միգուցե դա պայմանավորված է իմ շատ ակտիվ ապրած կյանքով,
ես 42 տարեկան եմ, բայց 42 տարվա ընթացքում հասցրել եմ հագեցնել բոլոր ոլորտները, բոլոր ամբիցիաները, որոնք շատ բնական իմ մեջ կային։ Դա նշանակություն ունի երևի, որովհետև ես չեմ կարող մեղադրել օրինակ շատ ավելի փոքր տարածքում ապրող գյուղացուն, որ ուզում է ընդլայնվել, որ ուզում է զարգանալ, ուզում է աճել եւ իր համար նույն մայրաքաղաքը, նույն տարբեր այլ երկրները հանդիսանում են տրամպլին թռիչք, ինքն իրեն ճանաչելու։ Երևի թե ես այդ խնդիրը չունեմ եւ հակառակը, միգուցե ժամանակներ ինձ մոտ բարիս բոնի մոստով սենց շատ խաղաղ տարածություն ունենալու իմ առաջ, ասած քեզ շենքերում չապրելու, այդ ակտիվությունը մայրաքաղաքի դինամիկան չզգալու, դա նաև ինդիվիդուալ է, այսինքն մարդու խառնվածքից էլ է գալիս ու նորից եմ ասում ապրած փորձառություններից, այսինքն ոչինչ չեմ կորցրել, այնպես չէ որ ես կորցրել եմ այսօր կապը կամ ամբողջությամբ կտրվել եմ մայրաքաղաքից, չէ, շատ ինտենսիվ աշխատում էի մինչև հենց տղայիս ծնունդը Եվ պարզ ասեմ կան դեռ ծրագրեր զուտ բիզնես նպատակով, օրինակ ստեղծելու մի այնպիսի կենտրոն Երևանում, որը իր հերթին էլի սնուցելու է մարզային, այդպես ասած կապը այդպես հյուսել։ Այնպես որ ես չեմ կարող ասել, որ ես լիարժեք սենց ոչ մի համագործակցություն մայրաքաղաքի հետ չեմ ունենալու։ Բայց ինչ եմ ձեռք բերել, ձեռք եմ բերել տուն եւ այդ բառի մեջ իրոք այնքան իմաստ կա ես տեղ ձգտում եմ վերադառնալ որտեղ էլ լինեմ անգամ իմ Երևանի հայրական տունը անսահման սիրում եմ իրոք ասում եմ ամեն ինչ ծակուցուկը ինձ ես հավանում եմ մեծացել իմն է բայց ես միշտ ուզում եմ գամ տուն ես ուզում եմ սենց արթնանամ ու շատ հետաքրքիր տուն եմ կառուցել որը սենց իրոք տարածություն է ես գեղամալերների հետ եմ առնչվում սարերի հետ եմ այդպես ասած անընդհատ էս բանի երկխոսության մեջ խաղաղություն եմ ապահովություն ինձ համար էս պահին երևի հենց միգուցե քո ձեռքերով պատրաստած տունը ներդրումը հողը մարդիկ ես ձեռք եմ բերել երևի այն նպատակը, որին ենթագիտակցորեն գնացել եմ տարիներ շարունակ ու ավելին ասեմ, ես դեռ շատ բան ունեմ ստեղ ապրելու, շատ բան ունեմ իմ մեջ հասունացնելու, շատ ունեմ բարի լույսներ լռելու, հողամասներ մաքրելու, շատ ունեմ դեռ դա։ Մի նոր փուլ է եկել մայրության հետ ինձ համար, որը որ ես ուրիշ ձև չէի պատկերացնի, ճիշտն ասած։ Չէի ուզենա իրան կորցնեի մայրաքաղաքի դինամիկայի մեջ, առանց որևէ այդպես ասած քարկոցելու մայրաքաղաք սիրող կամ աշխուժություն սիրող մարդկանց, ինձ համար հիմա այս խաղաղությունը ապահովություն է։ Շատ շնորհակալ եմ։ Մի հատվածի արձագանք եմ սեփական փորձով, այն օրը մեր տուն էին մտել երիտասարդներ վաճառք են անում ինտերնետի փաթեթների։ Դե Ստեփանավանն է, ասում ենք հələ նստեք, մի հատ սուրճ խմենք։ Հետո մնացածը կխոսանք։ Եվ տենց ինտերնետի հետ էր կապված եւ իրանք արագությունն էին ինտերնետի գովում, ասում ենք, այ մենք on-line աշխատողներ ենք իրականում ճիշտ շատ կարեւոր բաներ եք ասում, իդեպ, մեր համար էդի ուղակի կապի արագություն չի, մեր համար դա կենսական է։ Եվ այսպես նաեւ ասցինք, որ Երևանից ենք տեղափոխվել Ստեփանավան։ Այդ ընթացքում ինչ որ միտք հնչեց, որ այգին ցույց տվեցի, բանը պատշգամբից, որ այգի եմ սարքել, ասացի, որ այս ամառը իմ ոգեշնչման աղբյուրն է եղել այս այգին, այսպես դարոշկաներ ենք սարքել, ծաղիկներ ենք տնկել, ծառեր ենք էտել, ճոճանակներ ենք կախել, լույսեր ենք դնում, ամեն ինչ, այսպես բանը սեղանաթոռ սրճարանի coworking-ի էֆեկտ, եւ բանը, այդ տղան ասեց, դե այսօրվա դրությամբ հնարավոր է on-line աշխատել ու հանգիստ ապրել, ու մի շարք թուն երկրների անուններ տվեց, կարելի է յանի թափառելով ապրել, էլի, այսօր այդ դարն է, ասում միանշանակ ճիշտ ես, բայց մի տեսակ այլևս իմ Կուբան,
իմ Մալդիվները, իմ, չգիտեմ, ինչը, ամեն ինչը արդեն այս բակն է, մի տեսակ արդեն ուզում ես հիմնավորվես, հա, ընտանիք կազմելուց հետո մանավանդ ուզում ես խորը մտնես հողի մեջ, ուզում ես քարի վրա դնես, հա կճամփորդենք, բայց վերջապես մեր տեղը գտնենք, չէ՞, ասած քեզ ուր է լինենք, հիանանք, վայելենք, բայց տեղ ունենանք վերադառնալու։ Եվ այո, իմ կարծիքով չափազանց կարևոր բան ես ասում, մեր ժողովրդի լեզվով ասենք, հա, մեր աշկը տեսած, կշտացած ենք, հա, քո ասած փորձառությունները ծարավ արդեն հագեցրել ենք, դա ընդհանրապես չի նշանակում, որ կարող է մարում ենք։ Ինձ թվում է մենք դեռ շատ երիտասարդ ենք եւ շատ անելիք ունենք եւ մեր ընտանիքները այս բնությունը մեզ այնպիսի էներգիա տալի, որ հələ խնդիր է, պետք է ծարսենք այդ էներգիան, ու ստեղծենք, այո։ Այո, այնպես որ սա կարծում եմ օգնում է այդ բալանսը մեր գտնել, հա, աշխատանք, ընտանիք, բնություն, առաքելություն, շատ կարևոր են այդ բոլորը կարևոր են։ Ու այո, առանց մինչև չկաս, առանց ստեղծարարելու, առանց իրոք մասշտաբային ծավալային ծրագրերի, առանց նույն տարբեր երկրների հետ համագործակցության, քո այդպես ասած, քո գյուղում, քո տանը, քո հոգեվիճակը կայուն չի լինելու, դու անընդհատ ինչ-որ որոնումների մեջ ես լինելու, դրա համար այո, շատ կարևոր է այդ լրացնելով քեզ ընդհատում չլինի, որ կարևոր է, որ դու այդ ներդաշնակության մեջ քեզ քո ներդաշնակության գաս հասունանաս։ Այո, մի բան էլ այսպես կարճ ամփոփենք, հատկապես որ փորձառություն փոխանցելու մասին, հա, ռոմանտիկան մի կողմ, ինչ որ մեկը կարող է դատեր ասել, այո, ռոմանտիկ բաներ եք խոսում, բայց կյանքը ավելի չոր է, հա։ Ես կուզեմ խոսենք այն մասին, որ այսօր իսկապես ցանկացած կետից օգտագործել որ այսօրվա հնարավորությունները, կապերը, որոնց հիմքում ընկած է վստահությունը, իսկ վստահությունը այսօր նույնիսկ շատ ձևով ստեղծվում է, նույնիսկ, գիտես, նույնիսկ թվային միջավայրում է ստեղծվում, սոցիալական ապացույց է դա կոչվում, դու հոգեբանության ուղղությամբ մասնագիտացած ես, ինձանից լավ գիտես, մեր սոցիալական ապացույցը, մեր հետագիծը, մեր նախաձեռնած նախաձեռնությունների արդյունքները գումարած ժամանակակից կոմունիկացիաների զարգացվածությունը Գեհովիտ գյուղում լինի, Ինդոնեզիայի գյուղերից մեկում լինի, հնարավոր է աշխարհի ցանկացած ծայրից գրեթե ամեն ռեսուրս բերել աշխարհի ցանկացած ծայր, մնում է լինել լավ կոմունիկատոր, այլ ոչ թե ես չասեմ ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղ լինենք, որտեղ տեղ կա պահեստներ, ենթակառուցվածքներ, ճանապարհներ ավելի լավ են եւ դա իր ազդեցությունն ունի, բայց մեծ առումով այսօր լավ կոմունիկատոր լինելով եւ օգտագործելով սոցիալական կապիտալը հնարավոր է ցանկացած տեղից մեծ գործեր անել, հա, այդ թվում մայրաքաղաքում արժեք ստեղծել, մայրաքաղաքից արժեք ստեղծել մարզերի վրա, մայրաքաղաքի համար արժեք ստեղծել մարզերից, գյուղերից արժեք ստեղծել աշխարհի ամենահզոր պետության համար։ Այս հատվածը կուզեի ֆիքսեի եւ եթե ինչ-որ բան կավելացնես, խնդրում եմ ասա, որտեւ այդ փորձառությունը մենք ունենք։ Երկուսս էլ մարզերում ենք ապրում եւ ինչ-որ մեծածավալ բաներ ենք փորձում անել։ Միանշանակ համամիտ եմ, միանշանակ Մայիս ջան։ Ես գիտես, ասենք բավականին ծավալից խոսեցի, պարզապես ամփոփելով կասեմ, որ հոգեբանի աշխատանքը ինքը մի քիչ handmade է, ասենց կարող եմ ասել, հա, դու ավելի շատ կոմունիկացում ես ու ժամանակ ես ծախսում կոնկրետ տետ-ա-տետ շփման մեջ, հա, այո, այսօր հատկապես առցանցել է դա հնարավոր ու կոնկրետ օրինակ եթե խոսենք իմ մասնագիտացման հոգեբան լինելու process-ը շարունակելու մասին, ես հենց առցանցել, հենց այս վայրից աշխատում եմ իմ այցելուների հետ եւ արդյունավետություն ունենք, բայց նայ, տես էլի կարևոր բանը, ես այսօր արդեն շատ լավ հասկանալով, հա, իմ handmade լինելը ու հնարավորությունները, որոնք որ ես կարող եմ տալ մարդկանց, ես այսօր մտածում եմ արդեն մասշտաբայնացնելու մասին, հա, կոնկրետ օրինակ ծրագրեր, փաթեթներ ստեղծելու մասին, օրինակ զարգացման վերաբերյալ, հա, եթե ծնողավարություն եմ օրինակ քարոզում կամ ինչ-որ process եմ վարում, արդեն իրոք կարողանալ ստեղծել այնպիսի product-ներ, որ
կարևոր կլինեն ամեն տեղ, որտեղ էլ որ դու դրա կարիքը ունենաս։ Կարծում եմ կարողացայք ճիշտ ոնց որ շարունակել ասածդ, որ շատ կարևոր է ուղղակի հասկանալ իրոք քո ռեսուրսը ինչպիսին է, քո ասելիքը, ասած քեզ քո առաքելությունը ինչին ես դու ծառայում եւ այսօրվա աշխարհի հնարավորությունները տալիս են լավագույն տարբերակները դա դարձնել այդպես ասած կիրառելի, պահանջված եւ բնականաբար դու ունենաս ֆինանսական կայունություն։ Ամենակարևորը շեշտադրումը ինչի մասին ուզում եմ ասել։ Այո, այդ շատ կարևոր էր, որ մենք տեղավոր էինք այս հաղորդման մեջ։ Իդեպ քեզ կխնդրեմ ասես քո Instagram-յան ծնողավարման բլոգի անունը, հնչեցնես։ Պես էլ Էկահորսկա, հենց այդպես եմ կոչվում, ես էլ էլի նոր արշավ էր, թե այստեղ տեղափոխվելու, թե այդպես ասած արդեն մասշտաբայնության ճանապարհին ենք մենք, շատ մեծ արձագանք ու սենց տաք հոսանք եմ ստանում ու շնորհակալ եմ ինքս ինձ, որ այս որոշման եկա, որովհետև անկախ ամենից հոգեբանի սպეციფიკան մի քիչ ավելի կոնֆիդենցիալ է, այդքան ոնց որ մենք չենք նույն ամեն դեպքում ինձ համար կարևոր է շատ սենց ակնհայտ չլինելու, բայց ընտրելով կոնկրետ պերինատալ հոգեբանությունն ու երեխայի զարգացմանը վերաբերող կամ առհասարակ ծնողավարմանը վերաբերող յուրաքանչյուր հարց, այսօր բլոգը քայլ առ քայլ, այդպես ասած, իր տեղն է գրավում այդ ոլորտում։ Ես հասցրեցի մի քանի հոլովակ դիտեմ, 2-3, մեկը անմիջապես պրոյեկտեցի իմ վրա, կարող եմ նույնիսկ անունն ասել, էմոցիաների տեսակները եւ երեխաները որն են ապրում եւ երբ են ապրում եւ ինչպես են ապրում, իմ փոքրիկները 1 եւ 3 տարեկան են, ես անդադ մտածում եմ ինչպես անեմ համակարգային նայեմ այս հարցերին եւ շնորհակալ եմ քեզ այդ ռեսուրսի համար, չափազանց հասուն եւ չափազանց հոգատար է մատուցվում ամեն ինչ, դա զգացվում է, դա էներգիա է, դա աննկարագրելի է։ Ես եւ կինս հետևելու ենք քեզ Էկա ջան, շատ շնորհակալ եմ, դու շարունակում ես ոգևորել իրական, ես քեզ շատ սիրում եմ, հարգում եմ, իմ հին լավ ընկերն ես դու եւ շնորհակալություն, որ զանգեցիր այն օրը։ Մի վերջին ավանդական հարց տամ, շատերը վստահ եմ, որ մեզ լսում են եւ շատ լուրջ մտածում են մարդ տեղափոխվելու մասին, կոպիտ ասած մի ոտով եւ մի մտքով արդեն այնտեղ են, բայց վերջի քայլը դեռ չեն անում։ Ինչ խորհուրդ կտաս դու որպես մարդ, ով այդ դրական քայլն արել է, ու շահել է, ինչ անեն իրանք, որ փորձեն մինիմալացնել ռիսկերը, նույն ժամանակ իրենց սրտի հետևից գնան։ Իրականում պրակտիկ պատասխան կտամ, չեմ փորձի ուղղակի ոգևորել, որ այո, անպայման արեք, լսեք ձեզ, չէ։ Իրականում հակառակը կասեմ, որ փորձեք մի կողմի վրա գրել ձեզ համար դուրս բերել բոլոր պլյուսները ձեր ցանկության, հա ինչ եք դուք շահելու, ենթադրվող բոլոր նվաճումները, որ կարող են լինել, եւ մինուսները, որոնք կարող են այո լինել, եւ որ մեզ համար սա որպես արդեն հոգեբան կարող եմ ասել, մեր պսիխիկայի համար, երբ որ ակնհայտ է դառնում, մենք այդպես ասած վիզուալ տեսնում ենք, հա, դրական եւ բացասական կողմերը մեր օրինակ չգիտեմ ցանկության կամ որոշման, այդ դեպքում կասկածները ինստինկտիվ սկսում են կամ լուծումներ տալ, կամ մենք հանգրվանում ենք մի տեղում ու չկա ինչ որ sense բռնոցի, հա, բայց գնայի sense կլիներ, գնել ենթադրում չի լինում։ Շատ ազնիվ եղեք ձեզ հետ անգամ բացահայտելով ձեր վախերը, ավելի ճիշտ է առերեսվել վախերի հետ, որովհետև առերեսվելուց հետո մենք այնպես ենք կառուցված, որ միանգամից պսիխիկան փորձում է լուծումներ տա։ Դրա համար շատ բաց եղեք ինքներդ ձեզ հետ։ Շատ շնորհակալ եմ Էկա ջան, քեզ չեմ հիշում ավելացրել եմ իմ ապակենտրոնացվածների Telegram-յան խմբում, թե չէ, եթե չէ, ապա կավելացնեմ։ Հա, շատ աջակցող միմյանց ոգևորող եւ գնահատող համայնք է ձևավորվում, ինձ էլ է հասունանում որպես սոցիալական օրգանիզմ, եւ ես վստահ եմ ինքը, այսինքն միմյանց աչքի առաջ լինելը
շատ շուտով օրգանական ձևով, բնական ձևով բերելու է մեր ֆիզիկական հանդիպմանը։ Դրա համար շատ հանգիստ խղճով ասում եմ քեզ շնորհակալություն եւ միշտ նոր հանդիպում։ Մայիս ջան, ես էլ ավարտելուն թե շնորհակալություն եմ հայտնում, թե ուզում եմ կիսվեմ, որ մեծ բավականություն ստացա, Կիրակիս էլ ավելի լուսավորվեց, լցվեց եւ սրտանց հրավիրում եմ իմ մոտ։ Բոլորիդ, եթե կա ցանկություն ճանաչելու Մարտունին, ճանաչելու Գեղովիտը, ավելի մտերիմ ծանոթանալու, միգուցե ինչ-որ մասնագիտական հարցերին պատասխանելու, բաց եմ, պատրաստակամ եմ երկխոսության, եկեք սուրճ խմենք։ Այս եթերում խոստանում եմ, որ մինչև 3 ամիս դա լինելու է եւ անիծում ժողովրդի կրակներում, եթե ես ուտեմ ասում։ Հաղորդման գործընկերն է Մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։